Ամուսնալուծությունից հետո դերասանուհի Տաթևիկ Ադումյանը պարբերաբար անդրադարձել է իր անձնական կյանքին, ինչպես ինստագրամյան հարթակում, այնպես էլ հարցազրույցների ընթացքում։ Օրեր առաջ էլ Տաթևիկը նոր հոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջի սթորիս բաժնում, ցույց տալով, որ շքեղ ծաղկեփունջ է ստացել, թե ում կողմից են ծաղիկները, Տաթևիկը չի մանրամասնել։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Տաթևիկ Ադումյանը մեկնել էր հանգստի, իսկ մենք ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Այժմ աստղային այլ նորություններ։ Լրագրողներ Արա Ղազարյանն ու Մեհեր Բաղդասարյանը Իտալիայից միանգամից Հայաստան են եկել ու սկսել նկարահանումները։ Նոր ինտրիգային նախագիծը շատ շուտով կլինի յութուբյան հարթակում, իսկ մենք ներկայացնում ենք նրանց տեսանյութերը, որոնք պատմում են նկարահանման ընթացքի մասին։ Հասել ենք այսօր Երևան, Իտալիայից ու միանգամից մեր մոտ այսօր նկարահանման օր է, քիչ հետո կսկսենք, էներգիան դեռ 0, բայց կբացվի էլ երևի։ Հասանք Երևան, շնորհակալություն վիզայերին, ճիշտ ասած կասկածներ ունեի, բայց ժամանակին պես հասցրեց, արդեն շոուերս դրել եմ, գնում նկարահանման, այսպես րոպեն առ րոպե հաշվարկած է, սենյակումս ռումբա պայթել, առասարակ ես OCD ունեցող մարդ եմ, բայց մի խնդի վիճակ է, նայեք ինչա կատարվում, մի խոսքով շատ վատ է, բայց կարևորը, որ մենք այսօր նկարելու ենք Օցի լեզվի արտակարգ մի թողարկում, չեմ ուզում ճակերտեր բացեմ, կտեսնեք, կնայեք, շատ շուտով այն կլինի համացանցում, կարծում եմ Մհերն էլ այս բային հավաքում է, որպեսզի հասցնի, կարևորը Իտալիայից եկանք, ինչպես ասում են, սկարաբլանաբալ հասցրեցինք ու դա շատ լավ է։ Օցի լեզու ենք նկարում, անցնում ենք մյուս ռաունդին, այս ռաունդում չէ, դե դու արդեն եկար քարին չթողեցիր։ Մայրը զոլական։ Իսկ իմ սենց կարունիր։ Իմ ամեն, դե մենք շոկ հա։ Համ շոկ է, համ էլ մենք շատ հատ ենք։ Այո։ Ինչ ասել է հատ գիտես։ Մայրը ինչ-որ դիրխոր է, մայր հոգնեցիր, հա։ Շոկուր ես շատ լավ է։ Անհանգիստ է, քաղաքական առումով։ Հա։ Մտահոգ, բայց շատ հումորային կողմ, շատ ուրախ եմ, որ քեզ տեսա սենց սիրուն, ջահել, երիտասարդ դիմոր, բացառիկ դեմք ես ու երևում ես, ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ։ Սիրում ու գնահատում քեզ։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել և չնայած աշխատանքային նորություններին, միևնույն է հանրությունը հետաքրքրված է նաև Ռոզայի անձնական կյանքով, իսկ դերասանուհին էլ պարբերաբար սոցիալական հարթակներում ներկայացնում է նոր ընտանեկան լուսանկարներ։ Ռոզան ինստագրամում պատմել է, որ երեկոն անցկացրել է իր մայրիկի և սկեսուր մայրիկի ուղեկցությամբ, թե ինչպես են նրանք օրն անցկացրել, առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Ռուսաստանաբնակ Հայդի Մահարդար Գոհար Ավետիսյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան հարթակում, որտեղ էլ հայտնել է, որ վերջին շրջանում հաճախ է լինում Հայաստանում, իսկ դա պայմանավորված է ֆիլմի նկարահանումներով։ Գոհարը նոր տեսանյութ է հրապարակել, պատմելով իր օրվա և օրվա պլանների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այն առանց մեկնաբանության։ Ребят, всем привет! За несколько дней до моего дня рождения я впервые в своей жизни увидела во сне Матрону. Я увидела ее лик, она разговаривала со мной и сказала мне: все ко мне приходят, просят, и я им даю это. Почему ты не придешь ко мне, не попросишь меня? Причем во сне она четко указала, что речь идет не только о ее мощах, которые в Покровском монастыре, мы уже здесь, а еще и о кладбище. И вот сегодня с самого утра мы с моей любимой подругой Марьям были на кладбище, приехали сюда. И почему я записываю это видео сейчас вам? Может быть, она через меня вам тоже хотела напомнить, что если вы чего-то очень сильно хотите, чтобы вы пришли к ней, ладно, сейчас подниму, попросили, и она обязательно вам это даст. Вот.
Դերասան եւ պրոդյուսեր Սոս Կարապետյանը Միացյալ Նահանգներում մեկնարկել են նոր հեռուստանախագիծ, որին մասնակցում են շատ հայհայտնիներ։ Մենք ներկայացնում ենք ընթացքը եւ թողնում մեկնաբանությունները ձեզ։ Երեխեք ոնց է։ Խոսում են, չէ, ասում ենք, որ Գեղեցկուի Էվելինան, գեղեցիկ Սոսը, երիտասարդացած։ ասեմ, որ նոր նախագիծ են սկսում, Սոս 91-ներ, լավ կերպարներով, լավ մարդկանցով ժողովուրդ։ Իրականում շատ լավ գործ ա գալի։ Բացեք ու Էվելինայի մասին։ Հա, ասեմ չասի, չէ։ Դելա չէ։ Լավ, հնայ, Արմին, Այո, ներվեմ ճանի, գանձս։ հիմա հոգնածել լավ չէ, պես Ոչինչ, կարող է շուտով։ Գայանե Ասլամազյան, Գայան, Գայան։ Այո, Ոնց ես։ շատ լավ, իմ ընկերներ, լավ գործընկերներ, լավ Լուսինե Գասպարյան, նոր նախագիծ Սոս 91, ասեմ, որ գեղեցկուին այս անգամ չի կերտում աղջկա դուստերի կերպարը, այլ կերտում այն քրոջ կերպարը, շատ տխիր կերպար, ասեմ, որ միշտ ուրախ եմ, որ դին կողքես, իմ ընկերներս, դու լավ մարդ ես, ու քեզ շատ սիրում եմ, Լուսինե ջան։ Մեզ բախվում եմ, ոնց ասած, ֆիլմերում հաջողություն ֆիլմի մեջ, անփորձանք նկարահանումներ ցավոքանը։ Ոնց ես Ռոբ ջան։ Շատ լավ։ Լավ ջան, ոնց ես ցավոքանը։ Ասեմ, այսպես արեմ, ասեմ, որ այս նախագծում էլի Դավիթը կերտում է իմ տղու կերպարը։ Չեմ ուզում չասեմ, բայց ուզում եմ բոլոր տեղակ լինեմ, որ մենք ուզում ենք կաստինգ արեցինք հատուկ, որ Դավիթի կերպարը ուրիշ մարդավար, բայց էլի չկար այդ տաղանդավոր մարդը, ցավոք սրտի, եւ ուրախությամբ ուզում ասեմ, որ Դավիթը նորից մեր հետ է։ Ռոբ ջան, շնորհակալություն քեզ համագործակցության համար, լավ տեսակի համար, լավ մարդների համար եւ կարծում եմ քեզ արդեն այս նոր նախագծում կբացահայտենք ավելի ուրիշ կերպար, ուրիշ մարդկանց։ Դա սյուրպրիզ մնա, բայց ես ամեն ինչ կանեմ ու այդ հարգանքով սերը փոխադարձավ, ամենան կանանք արդեն անջատենք լավ բան։ Մենք սկսում ենք նոր նախագիծ եւ հիմա ես ցույց եմ տալիս դերասանական անձնակազմին։ Պարոն Ղազարյան։ Այնքան մեծ պատիվ է, վրույր, մենք այս շատ հրաշալի անձնակազմ է հավաքվել, այսօր Արմինե մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք հրաշալի նախագծի, Գայանե Ասլամազյան, Վարդկեզ իմ ամուսին, մի խոսքով, ամուսնուս կերպարը մարմնավորող դերասան, Պարոն Շատյան, մի խոսքով, սենց շատ շակերտներ չենք բացում եւ սպասեք հետաքրքիր նոր նախագծի, այսքանը բայ, Սոս։ Սկսում ենք նոր պրոյեկտ Սոս 91